Իրանում 2026-ը մեկնարկեց ներքին խժդժություններով։ 100,000-ավոր մարդիկ դուրս եկան փողոցներ, պահանջելով լուծում տալ օրեցօր սրվող տնտեսական ճգնաժամին։ Երկրի 180 քաղաքների բնակիչները պահանջում են այնպիսի իշխանություն, որը կհոգա իրենց մասին։ Իրանագետ Նվեր Դավթյանի ներկայացմամբ իսկապես մեր հարևան երկրում տնտեսական խնդիրներ, որոնք կարող էին բողոքի խոշոր ալիք բարձրացնել, առկա էին։ Դրանք առաջացել են, քանի որ ղեկավարության ուշադրությունը տարիներ շարունակ սևեռված է եղել պաշտպանական կարողությունները բարձրացնելուն։ Համացանցն Իրանում անջատված է, տեղեկությունները հակասական։ Հակառակ արտաքին լրատվամիջոցների կողմից, հիմնականում իրանական սփյուռքի դրսում գործող նրանց կողմից տարածող տեղեկատվական նյութերի, որտեղ ներկայացվում էին, որ խռովարարները կամ ցուցարարները, ինչպես իրենք են անվանում, որ քաղաքներ են գրավել, պետական հաստատություններ են գրավել եւ քաղաքը գտնվում է նրանց վերահսկողության տակ եւ այլն, բայց այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, պետական իշխանությունները իրավիճակին դիրապետում են եւ կարողացել են վերականգնել երկրի իշխանությունը տվյալ տարածքներում։ Իրանագետի խոսքով վերջերս հանրային հնչեղություն ստացած որոշ իրադարձություններ գալիս են վկայելու, որ մեր հարևան երկրում իշխանության հովանավորչության կամ պակաս ուշադիր լինելու հետևանքով պետական գումարներ են իրացրել որոշ մարդիկ, ինչը եւս մեկ դժգոհության պատճառ է։ Բացի արտաքին պատժամիջոցներից կան ներքին թերացումներ, որոնց հետևանքն է այսօրվա ճգնաժամը, ընդգծել է նաեւ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Պահեստներ հայտնաբերվեցին շուրջ 7000 տոննա շուկայում դիֆիցիտ առաջացնող ապրանքատեսակների պահեստներ, այդ ապրանքները պահեստներում փակված պահվել էին եւ շուկա դուրս չէին գալիս։ Հիմա սա պետական չինովնիկների չարաշահում է կամ հովանավորություն է ինչ-որ տնտեսվարողներին, որպեսզի արհեստական այդ գնաճին նպաստեն, կամ գուցե դրա տակ եղել է քաղաքական նպատակ, որ այդ գնաճը ստեղծվի հասարակության մեջ այդ սոցիալական դժգոհությունների ալիքը ել ավելի բարձրացնեն։ Բավական մեծ թվով ոչ լեգալ վաճառքի դեպքեր բացահայտվեցին։ Սա այդ երկրի բնակչության ունեցվածքն է, նրա տնտեսական կարողությունն է։ Իրանում շուրջ 4 միլիոն աֆղան փախստական կա։ Նրանք էժան աշխատուժ են, սա դուրս է թողնում տեղացիներին աշխատաշուկայից, մեծացնելով գործազրկությունը, բացատրում է Նվեր Դավթյանը։ Սակայն եթե գործատուները վարձեն տեղացիներին եւ ավելի շատ վճարեն, սա կբերի գնաճ։ Այնինչ մթերքի բարձր գինը հասարակության դժգոհության գլխավոր շարժառիթն է։ Մեկ այլ պատճառ է պաշտոնական անհետևողականությունը։ Երկրի մի շարք արտահանողներ օգտվել են որոշակի արտոնություններից, բայց չեն կատարել պետության առջև ունեցած պարտավորությունները, մնալով անպատիժ։ Խոսքը վերաբերում է շուրջ 30 միլիարդ դոլարի։ Այսինքն, կար այսպիսի սխեմա, որ տնտեսվարողները, որպեսզի գնաճ չառաջանա, պետությունից, կենտրոնական բանկից ձեռք էին բերում շուկայականից մոտ 5 անգամ 4 անգամ ավելի էժան գնով արտարժույթ, իրենց հումքը գնում ձեռք էին բերում միջազգային շուկայից, երկրի ներսում կազմակերպում էին իրենց արտադրությունը եւ այդ ապրանքը կամ վաճառում էին ներքին շուկայում կամ արտաքին շուկային նորից դուրս բերում։ Հիմա արտաքին շուկա դուրս բերված այդ արտոնյալ պայմաններով արտարժույթ գնաց տնտեսվարողների մի մասը այդ արտարժույթը երկիր չեն հետ վերադարձրել։ Իսլամական Հանրապետության իշխանությունը որպես կարճատև լուծում տրամադրել է 1 միլիոն թումանի կտրոն յուրաքանչյուր իրանցու, որով հնարավոր է ձեռք բերել առաջին անհրաժեշտության սնունդ։ Բայց երկարատև լուծման համար կառավարությունն անելիքներ ունի։ Իրանը մեծ ներուժով երկիր է, 87 միլիոն բնակչությամբ հանրապետությունն ունի թե բնական ռեսուրսներ, թե զարգացած արդյունաբերություն։ Այս իշխանության գլխավոր առանձնահատկությունը այն է, որ նա անկախ է իր թերություններով հանդերձ, իր սոցիալական խնդիրներով հանդերձ, տնտեսական խնդիրներով հանդերձ լիարժեք անկախ է։ Այդ ձեր քիչ առաջ նշած արդյունաբերական պոտենցիալը, որ ունի, իրենն է։ Թեկուզ որակապես կարող է զիջել չինական, եվրոպական որակի, ճապոնական որակի ապրանքատեսակներին, բայց այնուամենայնիվ Իրանն է։ Ռազմապաշտպանական տեսանկյունից իրենցն է։ Այսօր կարտադրեն, նորից կօգտագործեն, նորից վաղ կարտադրեն։ Արևմուտքն ու ԱՄՆ չեն թաքցնում, որ կողմ են հեղափոխությանը Իրանում։ Բնական դժգոհությունը քաղաքական անհնդազանդության վերածելու արտաքին ուժերի ցանկությունը որոշ դեպքերում հաջողվում է։ Ակցիաների ընթացքում արվում են գործողություններ, որոնք հատուկ չեն սոցիալական բողոքին։ Ամբողջ նայրում է հիվանդանոցներ, հարձակվում շտապօգնության եւ հրշեջ մեքենաների վրա, թալանում խանութներ։ Արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար տարածում են նաեւ վերջին շահի ժառանգի կոչերը։ Նվեր Դավթյանի խոսքով շահի որդին ոչ Իրանի ներսում, ոչ նույնիսկ Սփյուռքում մեծ հեղինակություն չունի։
Մարդիկ, որոնք 1978-79-ին մասնակցել են հեղափոխությանը, դեռ ողջ են, նրանք չեն ուզում շահի վերադարձը։ Ինչ վերաբերում է շահի որդուն Ռեզա Փահլավի քաղաքական շանսերը բավական թույլ են, քանի որ երբ հայտարարում է, որ ժողովրդի կողքին է Միացյալ Նահանգներում իր տեղը նստած, բայց այնուամենայնիվ հասկանալի է, որ իր որպես համաժողովրդական առաջնորդ կարողությունները նա չի կարողացել ապացուցել եւ դրսեւորել։ Դա դրա լավագույն հնարավորություններից էր, օրինակ 12-օրյա պատերազմի ժամանակ, եթե նա վերադառնար այդ ժամանակ վերադառնար երկիր եւ կանգներ իր երկրի ու ժողովրդի կողքին։ Այդ ժամանակ նա որպես իսկապես առաջնորդ կարող էր վաստակել որոշակի մեծ հեղինակություն։ Պատժամիջոցների ընթացքում մեր հարևան հանրապետությունը կարողացել է զարկ տալ սեփական արտադրությանը։ Արտաքին շուկա դուրս գալու արգելքներն իհարկե ծանրացնում են իրավիճակը, բայց լուծումներ եւս կան։ Դրա համակարգային լուծումներից մեկն էլ Շանհայի կազմակերպության ԵԱՏՄ-ի հետ, Չինաստանի հետ, տարածաշրջանի հարևան երկրների հետ առևտրատնտեսական շփումների հարաբերությունների զարգացումն է, որը դիտարկվում է երկրի ռազմավարական ծրագրերում եւ որոշակի քաղաքական քայլեր արվել են, բայց դրա արդյունքները գուցե առաջիկա 2-3 տարվա ընթացքում նոր շոշափելիորեն կնկատվեն, որովհետեւ այդ ռազմավարության գլխավոր նպատակն էր երկրի տնտեսության կամ բյուջեի կախվածությունը նվազեցնել նավթի արտաքին վաճառքից, որի վրա էլ ամիջական ազդեցություն էր ունենում միջազգային պատժամիջոցների փաթեթը։ Շատ վերլուծաբաններ գուժում են երկարատև անկայուն իրավիճակի մասին, որը կհանգեցնի արտաքին ուժերի օգնությամբ իրանական նոր հեղափոխությունը։ Նվեր Դավթյանի խոսքով Իրանը արևելքի որևէ երկրի, առավել եւս աֆրիկյան պետություններից որևէ մեկի հետ համեմատելի չէ։ Այստեղ մարդիկ կայսերական մտածողություն ունեն, նաեւ անկախ լինելու անվերապահ ցանկություն ու կառավարման բազմադարյա ավանդույթներ։ Տարբեր հաշվարկներով սիրիական կամ իրաքյան կամ լիբիական կամ այլ հաշվարկներով ծնկի բերելը բավական դժվար է։ Նույնիսկ եթե ինչ-որ քաղաքական հաջողությունների էլ հասնեն, այնուամենայնիվ ժողովուրդը երկարաժամկետ կտրվածքով չի հանդուրժի դա, որովհետև այդ երկրի ժողովրդի գիտակցության մեջ կայսերական մտածողություն կա, չհանդուրժել օտար տիրապետությունը, այլ հակառակը իր կայսերական տիրապետության տակ վերցնել, ընդհանուր նաև տարածաշրջանի որոշ հնարավոր երկրամասեր։ Սա իրենց մտածողության բաղկացուցիչ մասն է։ Այս պահին իշխանությանը հաջողվում է վերահսկել իրավիճակը։ Շարժումը գնում է մարման, բայց համընթաց ավելանում է ագրեսիան։ Մեզ ձեռնտու է եւ մեզ համար կարեւոր է, որ հարևան Իրանում իրավիճակը կայուն լինի, քանի որ այդ երկրում կատարվող իրադարձությունները մեծ ազդեցություն են ունենում մեր պետության վրա, ամփոփում է իրանագետը։